Եվ ասենք, գիտեք ինչ կա, մենք 3-4 ժամ տրամադրում ենք բոլոր վկաներին։ Բոլոր կողմերը թող հրավիրեն իրենց վկաներին կամ իրենց հետաքրող։ Դա էլ չարվեց բնականաբար, այսինքն իմ համար եւ փաստերի հիման վրա առաջի կետը ուղղակի գոյություն չունի, հետեւ ընդհանրապես կետերը լցնելու խնդիր եղել։ Երկրորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա թերգրանցումներ եւ հավելագրումներն են։ Հարգելի հանձնաժողով, ինչպես գիտեք, գոնե այդ մասը հանձնաժողովի այսպես 5-ից 4 անդամ տիրապետում են շատ լավ, աշխատել են մեզ հետ ամենօրյա ռեժիմով, աշխատել են շատ խիստ, աշխատել են շատ որպես պահանջող կողմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի։ Հիմա նայեք, տպավորություն է ստեղծվում, որ համենայն դեպս գերածով, որ եղել է համակարգային։ Դա շատ հանցավոր գործունեություն է, հանցավոր բառից բուն իմաստով, խոսքս հանձնաժողովի աշխատակազմի, ամենայն դեպս քանի որ հանձնաժողովի աշխատակազմն է ներկայացրել, ես ասում եմ հանձնաժողովի աշխատակազմ։ Իսկ իմ ներքին համոզմունքը, քանի որ այսքան տարի իրար հետ աշխատել ենք, բնականաբար վարույթների նյութերին կազմելուն անգամ մասնակից եղել հանձնաժողովի անդամներ, ում գծով որ զեկուցվում էր, շատ հանցավոր գործունեություն է այդտեղ կատարվել, այդ համակարգված հասկացությունը տակը դնելով։ Այսինքն փորձ է կատարվել, ինչու եմ ասում փորձ, որովհետև չի հաջողվել դա ոչ հանձնաժողովին, ոչ աշխատակազմին, ոչ էլ կառավարչին առավել ևս չի հաջողվել հիմնավորել, որ դա համակարգված է։ Մի պարզ պատճառով համակարգվածությունը, որ կողմից ուզում ենք նայենք, նշանակում է ամբողջականություն, նշանակում է ամբողջ համակարգի հետ կապված։ Գոնե հեծ գլխամաս չեն հասել, էլ չեմ ասում մասնաճյուղերի տնօրեններ, այսինքն եթե համակարգված է այս բլոկն էլ ղեկավարել եմ ես, պարզ խնդիր կա, չէ՞ որ այդ համակարգվածությունը պետք է ինչ-որ մեկ կենտրոնից լիներ։ Ուր է այդ կենտրոնը։ Արտաշատ ցանցի պետի ենթադրյալ կատարածը, որովհետև ես համոզված եմ, որ այդտեղ ցուցումների նաև բացատրություն վերցնելուց խնդիրներ են եղել, ենթադրյալ կատարածը բերել կապել, որ ամբողջ հեծը դա համակարգված է եղել, նորից եմ կրկնում, իմ կարծիքով հանցակազմ պարունակող արարք է։ Հաջորդը, որ ցանկանում եմ ներկայացնել, որպեսզի կառավարիչը կարողանա այսպես ինտենսիվորեն ներկայացնել, որ համակարգված է եղել, խախտում է ձերից կողմից սահմանած պահանջները։ Ես չեմ համոզված եմ, որ հանձնաժողովը դա տեսնում է։ Աշխատակազմը հանձնաժողովի հայտարարում է, որ ոչ բոլոր դեպքերում են հաշվիչները տարվել ստուգաչափման։ Այսինքն, եթե հələ պատկերացրեք մի իրավիճակ, նույն հանձնաժողովի անդամներին է վերաբերում խոսքս, պատկերացրեք մի իրավիճակ, որ Ղազինյան Դավիթը վերցներ այդպիսի մի քանի հաշվիչ չտաներ լաբորատոր ստուգման եւ որոշեր, որ այդտեղ պետք է ինչ-որ միջինացած հաշվարկ արվի կամ չգիտեմ ինչ արվի։ Այդ հայտարարությունները ուղղակի ենթադրում են ցանկությունը համակարգված դարձնելու, խաղալու մեր ժողովրդի նուրբ լարերի վրա, որ գիտեք ինչ դե հեծը սենց արեն, հենց արեն, ինչպես նույն գործելակերպը շարունակվում է եւ կառավարչի աշխատակազմը չկարողացավ անգամ պատասխանել իմ բազմաթիվ պնդումներին եւ լրատվամիջոցներով եւ մնացած տեղերով, որ համենայն դեպս այս բլոկով աշխատում են մեր ձևով։ Դա չի կարող քննարկվել, նոր որևիցե ավելացում չկա, ասեմ հակառակը, այն գործառույթները, որոնք իմ ժամանակ կատարվել են որպես բլոկի ղեկավար իմ աշխատակազմի հետ միասին, որոշներ անգամ թերի են արվում, մի քանի օրինակով ձեզ ասեմ, որսի պատկերացնեք, թե ով էր ավելի լավ պայքարում այս երևույթի դեմ։ Ձեզ չեմ ներկայացնում, դուք ինձանից լավ գիտեք, մենք ոնց ենք պայքարել, պարոն Աղինյանը ժպտաց որպես համաձայնության նշան եմ ասում, դուք բոլորդ լավ գիտեք, անգամ իմ դաստիարակությանը եւ ընտանիքին ոչ հարիր բաներ են կպցնում, ինչ թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու առումով, անգիր գիտեք, ես մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Նախ առաջինը հաշվի առնելով, որ կառավարիչը պաշտոններում նշանակել են մարդկանց, որ բացարձակ կոմպետենտ չեն, ամենայն հարգանքով այստեղ անձնական խնդիր չունեմ ես, նամանավանդ իմ տեղը նշանակված գործընկերոջ հետ, բայց չեն հասկանում ինչ է նշանակում կորուստ։ Կորուստ հարգելի հայրենակիցներ, դա նշանակում է մի կողմից հավելագրում, այսինքն ինչ որ մեկի վրա ավել
այսպես չծախսած կիլովատ գրել, մյուս կողմից հայտնաբերել այն երևույթները, որոնք հավելագրման հետևանք են, այսինքն եթե կատարում է հավելագրում, բնականաբար այդ հավելագրումը ինչպես սիրում են նշել կառավարիչը առանց հիմնավոր որևիցե բացատրության մոնետիզացվել է։ Հիմա մոնետիզացման դեպք որպես այդպեսին ինձ հայտնի չի, ամենայն դեպս գլխամասի մակարդակով, մնացած մակարդակներով էլ եթե հայտնի է, ամենայն դեպս ես չեմ ցանկանում այսպես բանավոր քաղաքական հայտարարություններ լսել, ես ցանկանում եմ տեսնել քրեական գործ, ցանկանում եմ տեսնել ում հետ այդ դա մոնետիզացվեց, չգիտեմ, եւ այլն։ Հիմա մենք ինչ ենք արել, մենք զսպել ենք, այսպես ասած կորուստը երկու ճանապարհով։ Հանձնաժողովը դա անգիր գիտի, ուզում եմ մեր ժողովուրդը իմանա։ Մենք երբ որ գտել ենք հավելագրում, խնդիրներ, մենք հաջորդ քայլով հենց այդտեղ փնտրել ենք նաև այդ դրա արդյունքում առաջացած կիլովատը, որը պետք է վաճառվի։ Դա հաստատելու հետ կապված, ուրեմն միայն մի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք դեպք, հենց անցած տարի 24 թվականին, մոտավորապես 140-ից 160 հազար կիլովատ, այդպես ասած մոնետիզացվում էր։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչի չենք մենք դիմել նախաքննական մարմիններին, մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք, պատժել ենք աշխատակիցներին, որի արդյունքում այդ խնդիրը վերացել է եւ համապատասխան մասնաճյուղում տեղի ունեցել կորուստի նվազում։ Այսինքն այդտեղ եղել է իմ ասած երկու խնդիր է, եւ մեկը եւ մյուսը։ Երկրորդը վիճահարույց հարցերի հանձնաժողով, որի նախագահ ես եմ, իմջալոց չգիտեմ, ինչ-որ նոր եմ իմանում, որ այդ հանձնաժողովի մասին հանձնաժողովը տեղյակ չէր, ինչ-որ նոր հրաման է եղել, նոր հանձնաժողով կազմվել, եթե իհարկե ճիշտ եմ ասում, բայց եղել է վիճահարույց հարցերի հանձնաժողով, որտեղ քննարկվել է, այսինքն բոլոր տնօրենություններից եղել են աշխատակիցներ ու բարձր մակարդակով գոնե տնօրենի տեղակալներ, որտեղ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը, այսինքն նույն մեր կողմից գտած կիլովատները եւ հավելագրման տեսքով եւ այսպես այդ մոնետիզացման շահույթ սարքելու հետ կապված, հենց բոլորը լավ գիտեն, Աբովյան քաղաքում եղել է մի դեպք, որտեղ մենք հաշվիչի խնդիրը տեսել ենք, թիվը դրել ենք համապատասխան բաժանորդի վրա, ում հետ որ պետք է ենթադրյալ գործարքը կատարվեր, մարդը բերել գումարը վճարել է։ Մոտավորապես 2.5 տարվա ընթացքում 622 հազար բաժանորդների ցանկը ես ունեմ, այդտեղ ինչպես բյուջետային բաժանորդներն, այնպես էլ բնակիչ բաժանորդներ եւ այլն, որոնք դուրս են գրվել, այսինքն մեր կողմից եւ բողոքների արդյունքում կատարվել են ուսումնասիրություններ, մարդկանց վրա գրված ավել կիլովատը դուրս է գրվել։ Հաջորդը, որը հանձնաժողովը այդպես էլ չկարողացավ նորմալ բացատրել, թե ինչ գործ ունի նյութերի մեջ մեր ժամանակվա ապրիլ-մայիս բյուջետային հիմնարկների հաշվիչների ստուգումները, այդտենց էլ չկարողացանք հասկանանք, դա նյութնապակասեղը փորձել են մտցնել մեջը, որ ցույց տան ինչ-որ բան արվել, թե ինչի է դեր կապված, որովհետև ոնց պետք է տեսնում ես այդ թեման աշխատում է յոքուտ մեծ։ Իսկ ես չեմ կարծում, որ աշխատակազմը կառավարչի կամ հանձնաժողովը կցանկանա, որ յոքուտ մեծ ինչ-որ բան տեղի ունենա։ Դա ցանկանալու դեպքում կարող են հանձնաժողովի անդամները շատ ակտիվ ազնիվ արտահայտվել գոնե այս ոլորտի վերաբերել եւ ամեն ինչ բաց կլներ։ Հիմա դրա մասով մենք ունենք այդ ժամանակվա կատարած աշխատանքի մասով այսպես պատժամիջոցների մի ամբողջություն, ովքեր են կատարել, ինչ են կատարել, այսինքն հասարակ նկատողությունից զգուշացում, որպես այդպեսին չի եղել, միջև ազատումներ։ Ցանկ ինձ մոտ կա, համոզված եմ նաև հեծում կա այդ ցանկը, որտեղ օրինակ, ասենք Արաքս Արտաշատի տեղամասի պետի ՀՄ կրճանը ստացել է խիստ նկատողություն, հենց այդ բյուջետային հիմնարկներից իմ ջանց ասեմ, որսի բոլորին պարզ լինի, ամեն մարզում, եթե չեմ սխալվում, մինիմում 100-120 բյուջետային հաշվիչ կար, որոնք որ այսպես ասած ու պետական կազմակերպությունների հաշվիչները, դրա մեջ մտնում են ջոյերը, դրա մեջ մտնում են մարզպետարանները, ամբողջ պետական համակարգը։ Մեր աշխատակիցների կողմից ստուգվել են ամբողջը անհատապես, այսինքն մեր խմբերը գնացել են տեղում, նայել են հաշվիչները, փոխել են, վերել են լաբորատոր ստուգման, այլված հաշվիչները տարել են նաև գործարան եւ այլն, այսինքն այս ամբողջին չեմ պատմում մեր ժողովրդին, որպեսզի հասկանան, որ այդ ասածները իբրև թե այսպիսի բաներ են կատարվել, չի բռնում իրար։ Չի բռնում իրար այնքանով, որ մենք ցույց ենք տալիս ինչքան աշխատանք ենք կատարել դրա դեմ պայքարում եւ ցույց ենք տալիս ինչքան հետ ենք բերել։ Այսինքն հավելագրման հետևից
Հավելագրում գտնել ամենահեշտ բանն է։ Դա սեփական աշխատակիցների հետ կապված է, ոչ մեկ չի դիմադրում, քո հետ ոչ մեկ խնդրեմ չունի, բայց կառավարչի աշխատակազմը չի կարող ցույց տալ, լավ գողացող գտել են, թե չէ, հաստատի, եւ դա վերականգնվել է արդյոք, թե չէ։ Ես հիմա ցույց եմ տալիս, ինչքան է վերականգնվել։ Նույն ցանցերից մեկում շատ մեծ կիլովատ վերականգնվեց, նաեւ ֆինանսական պատասխանատուները կարող են դա ասել։ Այդ կատարողները բերեցին, վերականգնեցին բավականին մեծ գումարներ։ Հիմա նաև ստուգման մի մեխանիզմ, որը միջև այսօր գործում է, դա ամսվա սկզբում բազաները փակելու հետ կապված, միջև բազաների վերջնական փակումը մեր կողմից կատարված աշխատանքներն են։ Կատարվում է անալիզիկա, որի արդյունքում մեր կորուստների վերլուծության բաժինը ներկայացնում է մասնաճյուղերին համապատասխան թվով հաշվիչների ցանկ եւ հաշվի առնելով, որ չեն կարողանալու գնալ անձամբ տեղում նայել, մենք պահանջում ենք ֆոտո-վիդեո տարբերակով այդ համապատասխան հաշվիչները, որպեսզի համեմատության արդյունքում կարողանանք վերլուծել, թե թյուրիմացություն է եղել, թե դա բնական է։ Ընդամենը մի բան ասեմ, որ մոտավորապես միջինացված 1 ամսում ստուգվում է 30-40 անալիզիկայի ենթարկում 30-40 հազար հաշվիչ, որի արդյունքում մոտավորապես 2-ից 3,000 հաշվիչ ուղարկվում է համապատասխան մասնաճյուղեր եւ ցանցեր, որպեսզի կարողանան նկարների եւ վիդեոների վերլուծով հասկանանք ինչ է։ Եվ այդտեղ կիլովատները բնականաբար բարձ է, հավելագրումներ են, այսպես գտնվում, պատժամիջոցներ են լնում եւ այլն։ Սա մեր այսպես փոքրիկ հաշվի առնելով ժամանակը սուղ է մեր կողմից կատարված այսպես փոքրիկ վերլուծություն մեր աշխատանքների վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերվում է նյութի մեջ եղած գոնե այդ մասով կատարված աշխատանքների։ Ուրեմն արևային որպես այդպիսին, այսպես կիլովատների պահում գտել են 2 տեղ։ Ինչ է նշանակում արևային պահած կիլովատներ, անպագորգոր հայտարարություններ, մեր հայրենակիցներին սենց, մեր հայրենակիցներին սենց, որպեսզի պարզ լինի մեր հայրենակիցներին, բացատրեմ, որ յուրաքանչյուր մայիսի 1-ը հանձնաժողովի կողմից հաստատված է, որպես ժողովրդին հասկանալի լեզվով որ ասեմ, ձեր ովքեր ունեն արևային, ձեր ծախսած եւ արտադրած էլեկտրոէներգիայի համադրում իրար հետ, եթե կա ավել արտադրանք, դրա վճարումը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 15-ն էլ վճարման վերջին այսպես պարտավորության օրն էր, բայց վերջին տարում մենք փոխեցինք հանձնաժողովի հետ, որ եթե մինչև հունիսի 15-ը չեն ներկայացնում իրենց ովքեր որ չունեն համապատասխան հաշվի համարներ, արդեն այդ ընկնում է, երբ որ ներկայացնեն, դրանից որոշակի ժամանակ ունենում ենք նաև դա մարելու։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մայիսի 1-ին յուրաքանչյուր արևային կայան տեղադրող թույլ չեն տա ստել, երբ որ արևային կայանը տեղադրում է, ենթադրվում է այդ օգուտը։ Այսինքն հնարավորինս փորձում են տեղադրել, որ իրենց ծախսը կոմպենսացնեն եւ այդպես օգուտ ունենան։ Հիմա փորձում են բացատրել, որ մայիսի 1-ին համենայն դեպս անկեղծություն այդ մասով եղավ կառավարչի աշխատակազմի կողմից, որ անգամ մենք չենք կարող հասկանալ դա մինչև մայիսի 1-ը, թե մայիսի 1-ից հետո է, բայց եկեք sense մի հատ վարժություն անենք, հաշվի առնելով, թե ես ինչքան բողոք եմ ստացել արևայինների հետ կապված մայիսի 1-ից հետո, նույն աշխատակազմում կա բնականաբար հետս չեմ տարել, եւ համադրենք, որ մոտավորապես, եթե չեմ սխալվում, այնտեղ 1000-ից ավել բաժանորդներ այսպես քիչ է գրանցվել ու բավականին քիչ, այնտեղ միջնացվածը մոտավորապես 1000 կիլովատ եւ ավել է։ Հիմա պատկերացնենք, որ այդ բոլոր բաժանորդները որից կերպ չեն դիմել իրենց գումարները, այսպես ասած, վերականգնելու խնդրանքով կամ պահանջով։ Երկրորդը մի ցանցում գոնե թիվը սխալվել են, այդ ցանկությունը շատ մեծ թիվ գրելու հետ կապված իրենց վերել է սխալի, որ մոտավորապես կրկնակից ավել սխալվել է, եթե չեմ սխալվում 830,000-ը դարձել է 380,000, բայց ամենակարևորը, որ դա հայտարարվել է, հետո նոր արդեն մենք նյութերի մեջ տեսնում ենք, որ փոխված բաներ կա։ Ես համոզված եմ, որ ինչպես միշտ հայտարարել եմ, դրա 90 եւ ավել, չեմ շղթում, որ միջև այսպես մեր ժամանակ էլ կարող էր դա լինել, ինչպես նաեւ բոլոր առումներով, բայց 90 եւ ավել տոկոսը եղել է վերջի մի քանի ամսում։
հաշվի առնելով այս հանգամանքները ինչ որ համադրել եմ, հաշվի առնելով նաև, որ հանձնաժողովի անդամների հետ շատ մենք խոսել ենք այս արևայինների հետ կապված բողոքներով, թեմաներով եւ քննարկել ենք։ Հիմա այստեղ խնդիր է առաջանում նաև նյութերի մեջ ներկայացված ընդհանրապես պետստանդարտի ստուգաչափման ինստիտուտը ոչնչացնելու։ Աշխատակազմը ներկայացնում է, որ ոչ բոլոր հաշվիչներն են գնացել այսպես ստուգաչափման, դերել են միջինացված, եթե չեմ սխալվում, ինչ որ հաշվարկ են կատարել եւ այլն։ Չգիտեմ, հանձնաժողովը պահանջում է, որպեսզի իր եզրափակիչ նյութի մեջ դրա մասին ինչ որ մի ինֆորմացիա տա, արդյոք հնարավոր է այդպիսի բան, արդյոք երբևիցե հեծը կամ որևէ կարգավորող մարմին կարող է բաժանորդի հետ կապված միջինացված ինչ որ բան անել։ Հաջորդը սեփական կարիքների հետ կապված ուռճացված սիրուց թվերը դնելը լավ բան է։ Էլ եմ ասում, այդ ցանկությունը այնքան մեծ է եղել, որ բնականաբար պետքա շատ մեծ թվեր, միլիոնավոր թվեր երևալ։ Մի հասարակ օրինակ բերեմ իմ ինֆորմացիայով, այստեղ եմ ասում, էլի վկաների հարցը նորից կանգնելու է, հարգելի հանձնաժողով ամենայն հարգանքով ձեր կոկորդին, այն առումով, որ չեք լսել են մարդկանց, որոնք կատարել են այդ աշխատանքը։ Եվ ինչի չեք լսել, որովհետև մարդը այսպես անվտանգության տնօրինության աշխատակիցների խիստ հայացքի եւ սպառնալիքների ենթադրյալ ներքո կարող է ինչ-որ բան գրել կամ ասել, բայց 3 միլիոն մարդու աչքերի մեջ նայելով կարծում եմ չէր կարող ստել։ Հիմա նույն հաջողությամբ իմ ունեցած ինֆորմացիայով այդ 6 արևային սեփական կարիքների հաշվիչներից 4-ը թե 5-ը արդեն թվերը այս պահին բռնում են բազայի թվերին, այսինքն չէր կարող 2 կամ 3 ամիս ճիշտ է գրվել, որ այդ ամբողջ իրենց ասած միլիոնավոր ավելագրումները գային հասնեին։ Դա արդեն նշանակում է, որ դրա մասով է կատարվել միջինացված եւ չկա դրանց իմիջիայլոց այսպես լաբորատոր ստուգման թիվը, թուղթը։ Ինչի համար, որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են, որ հաշվիչն է տեխնիկա, ուզում ունեցել են բազմաթիվ դեպքեր, որ հաշվիչը ինքը իրեն ուղղակի տեխնիկական սխալի պատճառով ընդհուպ ասկոյի հաշվիչը 1 միլիարդ կիլովատ ավել է գրել, 1 միլիարդ։ Այսինքն գույքագրման ժամանակ նայում ենք, որ չգիտեմ 5000-անոց ծախսողը 1 միլիարդ կիլովատ է ծախսել։ Բնականաբար մենք հիմար չենք, չէ՞ որ դա մուտք անենք բազա։ Տանում ենք հաշվիչը, պարզվում է որ տեխնիկական խնդիր է։ Հաշվիչները չի տարվել։ Հանձնաժողովի աշխատակազմը այդ 6 ինչպես ասեմ 350 սեփական կարիքի հաշվիչ ունեն։ Խոսքը գնում է այս բանի 6-ի մասին։ Եվ իմ ինֆորմացիայով ստուգվել է ամբողջը։ Այնտեղ կամ փոքր թվեր են եղել, կամ մաքուր եղել, բերել են ենթադրյալ մեծ թվերը։ Եվ այդ հանձնաժողովի աշխատակազմը առաջին հերթին պետք է պահանջեր ստուգաչափման արդյունքները, որպեսզի հասկանան այս հաշվիչը ճիշտ է աշխատում, թե սխալ։ Ստուգաչափման արդյունքները իմ ինֆորմացիայով չկա նյութերի մեջ, այդ հաշվիչների։ Դա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն վարկածը, որ ցանկությունը այսպես ունենալու շատ մեծ չեմ ժխտում, որ կարող են լինել թերություններ։ Իմ աշխատակազմի հետ կապված ձեզ ասեմ, նաև կարող են համոզված եմ այնտեղ բոլորին էլ հարցրած կլինեն իրենց մեթոդներով, որ հաշվի առնելով, որ հանձնաժողովի տրված լիմիտը իմիջիայլոց ձեզ ասեմ, դա տարիներ շարունակ ես էլ հին ժամանակներից հիշում եմ, որ այդ լիմիտ հասկացությունը կար սեփական կարիքների համար, ես անդադ ստուգել եմ իմ փոքրիկ աշխատակազմով ենթադրյալ չէի կարող այդ ամբողջը ստուգել հիմնովին, եղել են ժամանակ առ ժամանակ ստուգումներ, բայց հաշվի առնելով, որ հանձնաժողովի թույլատրելի շեմը երբեք չենք անցել, կամ եթե անգամ անցել ենք շատ չնչին է եղել, այդ իսկ պատճառով ամբողջը անհատական չի ստուգվել։ Նաև այս պետստանդարտի ինստիտուտն եք ոչնչացրել, հարգելի հանձնաժողովականներ։ Հիմա ինչ վերաբերվում է այստեղ այս համակարգային դարձնելուն, համակարգային դարձնելու հետ կապված բազմաթիվ իրարամերժ ցուցմունքներ կան, բազմաթիվ։ Այդ մանիպուլյացիայի մասին չեմ խոսում, արևային արտադրանքի իմ կարծիքով կառավարչի ժամանակ կատարված այդ արարքների արդյունքում առաջացած կիլովատը ժողովրդին հետ տալու համար կորուստը դարձնում են 10% ավել, բայց այնտեղ ազնվության պակաս կա, չեն ասում, որ եթե այս ամիս 800,000 գտած կիլովատ հետ տվեցին կորուստը բարձրացավ, հաջորդ ամիս այդ 800,000-ը չի լինելու, չէ՞։ Բնականաբար կորուստի իջնելը ինչպես եւ եղել է։ Երկնիշ թվերի մասին են խոսում, առանց որից է փաստավորում, առանց որից է հիմնավորում։ Եվ ամենակարևոր հանգամանքը, ինչի ենք մենք ասում, մեզ չեք դարձրել դրա կողմ, որովհետև չեք ուզեցել, որովհետև շատ լավ հասկանում եք, որ մեր կողմ լինելու դեպքում այս նյութերի 80%-ը ջարդվելու էր, չէր լինելու։
Հանձնաժողովն չի պնդել, որպեսզի հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թե ինքնուրույն նշանակված կառավարիչը գոնե խորհրդի կարգով այսպես ականջին, որ գիտես ինչ, որպեսզի ճիշտ լինի ամեն ինչ, մյուս կողմին կանչեք, զանգեք գլխավոր տնօրենին, սեփականը, իմ հետ չեն ուզում շփվեն, Աստված իրենց հետ, թող տնօրենների խորհրդին ասեն, որ ուղարկեք ձեր ներկայացուցիչներին, կատարում ենք SSS գործողությունները, ոսի դուք էլ ներկա լինեք։ Բնականաբար հարգելի հայրենակիցներ չի կատարվել, որովհետև ձեռ չի տվել։ Դա անելու դեպքում բնականաբար այս պատկերը չէր լինելու, ես համոզված եմ, իսկ դա արդեն իրենց խաղաքարտերը խառնելու էր, այդ իմջարս քաղաքական իշխանության, այստեղ հանձնաժողովը որից է կապ չունի։ Հաջորդ հարցը, որ ես ցանկանում եմ անդրադառնալ, այդ այսպես ասած ցուցմունքների տարբերություններ, նախ այդ ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքների իշխանով են օրինական կամ այդ բացատրությունները, լավ այսպես ասեմ, այնտեղ տարբեր տեսակի են, անվտանգության տնօրենության աշխատակիցը վերցնում է բացատրություն, հանձնաժողովին անգամ չի հետաքրքրում, որովհետև երբ իշխում ես այդ քննչական հասկացանք, լավ դերել եք, քննիչ եք նշանակել ձեր անվտանգության տնօրեն, բայց դա չի նշանակում, որ մեթոդները դեպիսի լինեն։ Հանձնաժողովը անգամ չի փորձել աշխատակազմի մասին առայժմ, խոսա համոզված եմ նաև դուք եք, որովհետև դուք եք մասնակից եղել նյութերի կազմանը, չի փորձել անգամ այդ մարդկանց ինքնուրույն լսի, որ հասկանա տեսնի, մեթոդները ճիշտ են, թե չէ, սպառնացել են, թե չէ։ Ես օրինակ ենթադրում եմ, եւ որպեսզի օդի մեջ չլինի, դուք ժամանակ ունեք, կարող եք անգամ ձեր որոշումը կայացնելուց հետո էլ դա անել, հրավիրել մարդկանց եւ ուղղակի հարցնել, ասել, լավ, այդ որ գրել ես, որ այստեղ շատ հուզիչ տեքստեր կան գրած, մենք չէինք ուզում, բայց որպեսզի պարգևատրում չստանանք, մենք սա արեցինք։ Մի քանի ընդամենը հարց։ Արդյոք ճանաչում եք հեծի գլխամասում իրացման տնօրենության աշխատակիցների եւ ղեկավարներին թե ոչ, եւ ինչ հանձնարարական է եղել միշտ ամեն հանդիպման ժամանակ։ Այս երկու հարցը ընդամենը ջարդելու էր իրանց եւ գրած բացատրությունը եւ մնացածը, որովհետեւ ես իմ աշխատակազմի հետ միասին մաքսիմում գոնես մասով հասցրել ենք միջև վերջի տեսուչը, բոլոր միջոցներով, որ չի կարելի դա անել, այսինքն եթե ինչ-որ ցանցի պետ ենթադրյալ կարող էր ստիպել, այդ տեսուչները չէին կարող ուղղակի այդպես իրաց բաց գալ, բայց ստիպված արեցին։ Այս նույնն բանն է այդ շատ դեպքերում, որ ասում են դե տուն ենք պահում, ինչ անենք ու գնում են աշխարհի ամենավերջի ապօրինություններին։ Հաշվի առնելով նաև այս ամեն ինչը կարծում եմ, որ համոզված եմ, որ չի ցանկացել հանձնաժողովը, այսպես ասած, ճշմարտությունը վերհանի եւ ժողովրդին կարողանա տեղյակ պահել, թե ինչ է արել։ Համակարգի հետ կապված հանձնաժողովի աշխատակազմը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ համակարգը ամբողջությամբ ներդրած է եւ արդեն պատրաստ է, այսպես էքսպլուատացիայի պատրաստ է ամբողջությամբ աշխատելու։ Հերթական սուտը, այսա իրականում պետք է իրենց անուններով կոչել, որովհետև բոլորս լավ գիտենք, որ պատճառների մասին չեմ խոսում, կարող են լինել սուբյեկտիվ, կարող են լինել օբյեկտիվ, բայց վերջին հաշվով, եթե 30%-ը հանրապետության չի անցել դեռևս այդ սիստեմին, դա արդեն նշանակում է, որ համակարգը պատրաստ չէ, դուք էլ բոլորը դրա մասին գիտեք։ Դա հաստատում են նաև, որ ընդամենը 1200 բաժանորդ է, 1200 պոչով, բաժանորդ է ընդամենը այդ համակարգից օգտվում իր, այսպես, մտնելու, նայելու եւ այլն, որի շատ փոքր մասը հանրային են, մնացածը բնակություն են։ Հիմա վերև դեռևս այդ, այսպես, նորարարությունները չվերջացրած բերել ասել, որ այս համակարգը սենց պետք է լիներ, իմջալով մենք նաև կներկայացնենք ձեզ, ստացել ենք հավաստիացումներ պիրամիդայից եւ կասկադից, որ միջև այսօր մարդիկ ասում են հաշվի առնելով, որ հուլիսի կեսերից, այսինքն մեր դուրս գալու ժամանակվանից process-ը կանգնել է, մենք միջև հիմա էլ պնդում ենք, որ դրանք վերականգնման ենթակա են։ Եթե այստեղ մնում է ընդամենը փոքրիկ կետ, որ ինչի չեք ասել, այդ արդեն բացատրեցի, ինչի մասին էր խոսքը։ Ինչի ենք ասել։ Ընդամենը երկու անուն ազգանունի հիման վրա, հարգելի հայրենակիցներ, բերում են մարդիկ սիրուն սարքում են համակարգված։ Նորից կրկնում եմ, ես վերցնում եմ իմ վրա, ես ինքս եղել եմ իրացման տնօրեն, այստեղ նստած է ներկայիս իրացման տնօրենը։ Ես պատասխանատու եմ ամբողջ բլոկի համար, քաղաքականության համար։ Երկու անուն ազգանուն է շեշտվել, ինչ-որ մասնաճյուղի պետ տենց էլ հայտնի չդարձավ ով է մասնաճյուղի պետը, որովհետև այդպիսի հաստիք չունենք,
Եվ երկրորդը արտաշատ ցանցի պետ։ Ցանցի պետի տեղակալինը համակարգված համարելը արդեն հանցագործություն չէ, արդեն այլ կարմիր գծեր է խախտում, որովհետև ունենք 53-55 ցանց, բնականաբար այդքան տեղակալ եւ այլն։ Արդեն կարելի է տեղամասի պետին էլ համարել։ Մի տեղամասի պետին համարել ամբողջ հանրապետությունում համակարգված։ Որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով որ տկենը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, համենայն դեպս ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեր, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, Սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ որ տենց պիտանավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ շարունակեք։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին ինքն էլ բոլորն էլ այսպես ասած տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչու դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, բա մենք ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ ես լսում ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ խոսքի մեջ։ Սպառնալիքի մասին չպիտականում։ Ես եմ ասում, դիտարկում դա որպես սպառ։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր եկեք իհարկե չի կարելի, իհարկե շատ բան։ Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ ասում։ Առաջինը սպառնալիքի դերձով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիս որ իմաստով հետո իրենց էլ հերքում են ասում են դե քաղաքական անձնական է, ջա չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամենը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է վերաբերվում։ Բարույթում կարելի է հնչեցնել տես գնահատականներ։ Բարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացում։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանել այս պատասխանը, խնդրում եմ օբյեկտիվություն։ Հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ։ Մաքսիմում օբյեկտիվ ենք։ Ուրեմն Սևան ցանցի հետ կապված ձեզ ասեմ, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կրկնում եմ ցանկությունը, այսպես մաքսիմալ լուրջ ներկայացնելու, Սևան ցանցում կատարվել է մի տեսուչի մոտ ընդհանրապես ստուգում, 130 հաշվիչ տարել են, ստուգել են, մի տեսուչի մոտ հայտնաբերել է 22,000 եթե չեմ սխալվում թվերի մեջ տենց թող չվերցնեն տենց մի կիլովատեսկոմ են կոմ ասեն սխալ ասում եւ Սևանի ցանցի պետը ազատվել է աշխատանքից։ Սևանի ցանցի պետի աշխատանքից ազատվելուց հետո համապատասխան տեսուչին, որը անմիջապես կատարել է այդ արարքը, ասում են դիում գրի։ Ասում ո՞նց դիում գրի։ Մասնաճյուղի տնօրենը ասում ո՞նց ցանցի պետին ազատում եք։ Ինչպես ասեմ, մասնաճյուղի տնօրենի եղբայրն է եղել ցանցի պետը, հետո չասեն դե աղբերներ պաշտպանում են, խնդիր չի ունեցել ազատմանը, ասել է, բայց եթե դուք ցանցի պետին ազատում եք, այս 22,000-ի համար մի տեսուչի մոտ կատարված, ենթադրում եմ, որ պետք է հեռացվի եւ շատ վատ հոդվածներով այդ կատարողը։ Բան մի խոսքով, մենակ այն որ տեսուչը ազատվել է մասնաճյուղի տնօրենի զեկուցագրի հիման վրա եւ ցանցի պետից 7 թե 8 օր հետո արդեն ենթադրում է։ Հաջորդը կադրային հետ կապված
հաշվի առնելով, որ տեղի կադրերը, ինչպես ասեցին, նամանավանդ տեղի կադրերը չեն տիրապետում իրավիճակին եւ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, այսպիսի մի բան, մեր ժամանակ պրակտիկա գոյություններ, ես ձեզ ապացուցեցի, կարող են կադրերից հանել բերել, թե ինչքան տեսուչ, տեղամասի պետ ազատվել են, գումարներ են հետ եկել, հեռացվել են եւ այլն։ Հիմա այս ամբողջի մեջ համենայն դեպս բացի այսպես յուղոտ պաշտոններից, ցանցի պետ, տեղակալ, Երևան քաղաքում նաեւ տեղամասի պետ, դրանք էլ են համարվում յուղոտ, համենայն դեպս այդ 7-800 բաժանորդների, չգիտեմ եւ այլն, այստեղ մինիմում մի 30, 40, 50, 60 տեսուչ պետք է ազատվածներ ու գրիտով ոչ դիմումով, որովհետև ենթադրյալ հանցագործություն կատարողների մասին է խոսքը։ Ուրեմն հաջորդը, որ ցանկանում եմ այսպես նշել, նորից համակարգային հետ կապված, չի կարողացել հանձնաժողովի աշխատակազմը համակարգայինը լուծել, նորից կրկնում եմ, կարծում եմ վերջին անգամ, հանձնաժողովը դա շատ լավ գիտի, համակարգված դա նշանակում է գոնե գլխամասից ինչ-որ ցուցում։ Չի կարող մի երևույթը լինի ընդամենը 50 քանի ցանցից 2 ցանցում եւ դա անվանվի այսպես համակարգված։ Հաջորդը աշխատանքներ են կատարվել բոլոր մասնաճյուղերում, բոլոր ցանցերում։ Դրա մասին խոսվել է, շատ կարճ ասեմ, որ չի ներկայացվել ամբողջական ցանկը հանձնաժողովին, այդտեղ երկու տարբերակ կա։ Կամ կառավարչի աշխատակազմի դիտավորյալ չի ներկայացվել, որովհետև շատ հնարավոր էր այնպիսի փաստեր լինեին, մակրության հետ կապված այդ անպատասխան ցանցերի, որոնք ընդամենը հնարավոր չէր ընդհանրապես նշել համակարգակցության մասին։ Երկրորդը, որ ներկայացվել է հանձնաժողովն է անգործություն ցուցաբերել եւ դրանք չի նշել։ Հիմա անդրադառնանք նոր միացումների ժամանակացության պատճառով արդեն չեմ հասցնում։ Հանձնաժողովի աշխատակազմը ի պատիվ իրեն, այսպես լավն էլ պետք է ասվի, վատն էլ, ի պատիվ իրեն ընդունեց, որ հաշվարկել է թանկացումը նոր միացումների, բայց ճիշտ չի հաշվարկել նոր միացումների աճը։ Այնտեղ նաև շեշտեց, որ որոշակի թույլ ենք տվել, որոշակի ինչ-որ ժամանակի հետ կապված, մյուսի հետ կապված, բայց մենակ այն, որ տարիներ շարունակ մի հոդվածից ներդրումային ծրագրի հարգելի հայրենակիցներ նոր միացման համար գումարներ են վերցվել, օրինակ շահագործման, ներդրումային եւ այլ հոդվածներից, դա արդեն փաստում է, որ մենք կարող ենք մոտավորապես 150 միլիոն դոլարի ավել ներդրումային աշխատանք կատարած լինենք, եթե ազատականացվեր նոր միացումները, կամ այդ թանկացումը տեղի ունենար ավելի շուտ։ Ինչ վերաբերում է հաջորդ այսպես ցանկալին իրականությանը ներկայացնելուն, հանձնաժողովը թող ինձ հիշեցնի մի դեպք, որ օրինակ 3 օր ուշացնելու համար մենք անգամ բանավոր նկատողություն ենք ստացել, բայց այստեղ գործում առկա են դեպքեր, որ ինչպես ես անցած անգամ նշեցի, մի հատ շատ այսպես ակնառու դեպք է, այդ իսկ պատճառով ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, դուք կարող եք այդ թվերը նայել։ 700 օր տիմում մնացած գործը 3 օր մեզ մոտ ուշացման համար նշվել է այս նյութերի մեջ, այսինքն թվականակ ավելացնելու պատճառով։ Հիմա դա ինչի համար է արվել, այդ արդեն դուք կիմանաք։ Իմիջիայլոց 2016 թվականին, երբ որ մենք ձեռք ենք բերել հեծը, այդ վիճակը բոլորդ գիտեիք, շատ լավ, անկիր, համենայն դեպս ոչ շատ ուշ հետո եկել են անդամները, բայց մնացած մեր հանձնաժողովականները աշխատել են նաև հանձնաժողովի աշխատակազմում։ Ընդամենը մի թիվ ասեմ, 2016 թվականին մոտավորապես 5100 նոր միացում, 2024 թվականին 14000 նոր միացում։ Հիմա դա ում մեղքն է, արդեն դա դուք պատկերացեք, ես գիտեմ ինչի համար է դա այդպես եղել, ինչ վերաբերում է ինչ որ հեծը բերել են, ինչ որ նոր այսպես չգիտեմ անունը ինչ ասեցիք, որ պարոն Արենյան դուք ասեցիք ոնց որ բերել էր նոր կանոնակարգ, թե կանոնագիր, չգիտեմ տեխնիկական կանոնակարգ էր բերել, որը այսինքն եթե տեխնիկական կանոնակարգը չէր ընդունվում, բնականաբար չէր կարող ընդունել նաև ազատականացումը, կներեք համաձայն չեմ, որտեղ կարող էր առանց տեխնիկական կանոնակարգի ուղղակի այսպես իմպերատիվ որոշումով դրվել եւ ազատականացվել։ Հիմա հաջորդ հարցը, որ ուզում եմ ներկայացնել, 50 գործի մեջ ընդհանրապես այնօրն շեշտվեց դա, շատ կարևոր է եւս մեկ անգամ շեշտել, որ այսպես ընտրողական 247-ից եթե չեմ սխալվում, 50 գործի մեջ եղել են ուրեմն 20-ը շինթույլտվությունները չի եղել, ապրիլի 1-ի դրությամբ ձերս
բանը կազմելու ժամանակի հետ կապված եւ 30-ը մոտարապես շինթույլտվությունը եղել է ուժի մեջ եւ պետք է կատարվեր։ Բնականաբար հիմա արդեն կատարված կլինի, խոսքը վերաբերում է ձեր մոնիտորինգի ժամանակի հետ կապված։ Ուրեմն Սաիդի Սայֆիով բոլորս լավ գիտենք, որ անկախ նրանից ինչ է կատարվել, նորից գալիս ենք նրան, որ այն ժամանակվա ախր ինքան հետաքրքիր է, հանձնաժողովի աշխատակազմը չեմ կարող հասկանալ։ Նույն երկու սուբյեկտը վերցրել են այն ժամանակ նույն երկուսով ստորագրե թիվ են ուղարկել, հիմա նույն երկու սուբյեկտը ոչ մեր ձևով մնացել են ընդեղ, այսպես ասած աշխատում են, նույն երկու սուբյեկտը իրանց գրածի լրիվ հակառակն են ներկայացնում։ Ուժբեք հարց չի տալի։ Նույն հանձնաժողովը հարց չի տալի, արա լենքեք մի հատ տենանք, դե վաղ եք խափում, թե հիմա, եթե այն ժամանակ եք խափում, դուք սեփականատիրոջը վնաս եք տվել, կամ եկեք ասեք ով ա ձեզ ցույցում տվել խափելու, կամ դուք իրականում վնաս եք տվել։ Պետությունը ինչ պետք է անի այդ ժամանակ, ներդրողին օգնի թե խանգարի։ Այսինքն եթե ինչ-որ մեկը միտումնավոր կամ ոչ միտումնավոր խափել է, ամեն ինչը բեր կապել ղեկավարության եւ այսպես սեփականատիրոջը բնականաբար նորմալ չի։ Եվ նաև մշտադիտարկման հնարավորություն ունեցել է հանձնաժողովը, ու այնպես չի, որ յուրաքանչյուր հարց կարող էր փոխվել, այսպես ինչ-որ ձևով։ Հիմա չորրորդ կետը շատ կարճ, հակի անդրադառնամ այս տեղեկությունը ճիշտ տրամադրելուն եւ այլ, հարգելի հանձնաժողով, եթե հիշում եք վերջի դեպքը տեղեկությունը սխալ տրամադրելու հետ կապված են, որ ես ասեցի, շուկա գնացող բաժանորդների հետ կապված Տիկին Շահյանյան, որ աշխատել ենք այդ ցուցակների վրա, ժպտացիք, որտեղ շատ դուք եք տեսել իրար հետ միասին բնականաբար գիշերը միջև 1-ը, 2-ը եւ այլն, մի 70 տարեկան շատ լավ մարդ, շատ լավ, ինչ արած հանձնաժողովից հետո հանձնաժողովից գնայով պարոն Մեսրոպյան, բայց պետք է ասեմ, որովհետեւ վատ բան չեք արել։ Հանձնաժողովից ոնց ասում են, այդ մարդուն չես ազատելու։ Այսինքն գալիս է գրություն, 70 եւ ավել շատ լավ մարդ, մեր այսպես ակսակալներից է մեր ընկերության, ստանում է հաշվարկային կենտրոնից գրություն, այնտեղ կարելի է սենց մեկնաբանել, կարելի է նես մեկնաբանել եւ ներկայացնում է որոշակի ցանկ։ Այդ որոշակի ցանկը ներկայացնելուց հետո 2-3 ամիս հաշվարկային կենտրոնը չի պատասխանում, որովհետեւ բան չի ասում, որ սա սխալ է։ Մի հատ դիտարկում անում, ինչ որ 2-3 բաժանորդի հետ կապված դա էլ է ուղղում, ինչպես հաշվարկային կենտրոնի տնօրենը եղել է այն ժամանակ այժմյան հանձնաժողովի նախագահը։ Եվ այդպես նաև նույն բանը ուղարկում ենք հանձնաժողովին արդեն սեպտեմբերի, եթե չեմ սխալվում։ Եվ առաջանում է հարց, որ դա սխալ է։ Մենք իհարկե շատ արագ ուղղում ենք դա հնարավորինս գիշեր-ցերեկ անելով եւ այլն, եւ հանկարծ պարզվում է, որ պետք է լինի վարույթ։ Ես այդ վարույթի ժամանակ պարզ հայտարարել եմ, այսպես կիսո հումորեն, դե պարզ է, հաշվարկային կենտրոնի նախկին նախագահ այժմյան հանձնաժողովի նախագահն է, ենթադրվում է երրորդ կողմն էլ մենք ենք, պետք է մենք մեղավոր դուրս գանք։ Իսկ ինչ ավելի այսպես լուրջ եթե խոսենք, հանձնաժողովի հետ կատարված աշխատանքը միշտ եղել է այսպես օրինակ մեր մոտ, մեր բլոկում դրված է եղել, պարոն նոր իրացման տնօրենը թույլ չի տա ստեն, որ այն ոչ թե բոլորին անուշադրի լինենք, բայց առաջնահերթ ուշադրությունը պետք է լինի հանձնաժողովի հետ կապված նամակների ինֆորմացիայի վրա։ Հիմա կարող է այստեղ ասվի, որ գիտեք, այն մյուս տնօրենությունը մի քիչ սենց է, բայց ընդհանուր ներկայացնել, որ մենք ուղղակի անընդհատ խաբել ենք հանձնաժողովին, ժողովուրդ առաջինը ձեզ դա չի սազում։ Առաջինը ձեր համար է վնաս։ Եթե մենք կարողացել ենք առաջ այդպես անընդհատ խաբել հանձնաժողովին, կներեք, հեծը չպետք է փոխվի, հանձնաժողովը պետք է փոխվի։ Այնտեղ այնպիսի երևույթներ կա գրած, որ առաջինը ձեր այսպես պրոֆեսիոնալիզմին է վնասում, ձեր անսահմանափակ գործիքակազմն է, գործիքակազմ ունենալով հանդերձ անգործության է բերում հազար ներողություն առանց վիրավորելու եմ ասում, որովհետև ներկայացվում որ անընդհատ հեծը խաբել է։ Հիմա մնացած մասով 5-րդ եւ 6-րդ կետերը ժամանակի սովորության առումով կարծում եմ կպատասխանի, բայց ես եթե չեմ սխալվում 15 րոպե ունեմ, չէ՞ դեռևս ոչ շեշ։ Հիմա անդրադառնամ պարոն Մեսրոպյան,